Լավագույնը նրա փառքի համար Օսվալդ Չեմբերս Օր ապրիլի 4 Հարատևող հավատքի ուղին Ահա ժամանակ կգա ամեն մեկդ կցրվեք Հովհաննես 16:32 խոսք Տեր Հիսուսն այստեղ իր աշակերտներին չի խրախուսում Նրանց հավատքն անկեղծ էր բայց շփոթված ոչ ակտիվ կյանքի կարևոր ոլորտներում և բացակա խորը ճանաչումից Աշակերտները զբաղված էին իրենց մտահոգություններով բացի Հիսուս Քրիստոսից նրանք այլ հետաքրքրություններ ունեին Երբ մենք կատարյալ փոխհարաբերությունների մեջ ենք մտնում Աստծո հետ Սուրբ Հոգու սրբացման միջոցով ապա մենք պետք է գործենք մեր առօրյա կյանքում մեր հավատքի համաձայն Մենք շփոթված կլինենք ոչ թե ծառայության մեջ, այլ մեր կյանքի մռայլության և դատարկության մեջ, մինչև չգիտակցենք, թե որքան կարևոր է մեր ներքին մահը Աստծո օրհնությունները ստանալու համար, պատրաստ ենք դրան։ Մենք անշուշտ ինքներս չէինք ընտրի այդ ուղին, բայց Աստված կպատրաստի մեր կյանքի հանգամանքները, որպեսզի մեզ տանի այդ ուղով։ Քանի դեռ չենք ունեցել նման փորձ, մեր հավատքը հիմնված է միայն զգացմունքների և օրհնությունների վրա, բայց երբ հասնենք այդ կետին, մենք կարող ենք փառաբանել Աստծուն, որ ամեն ինչ լավ է, անկախ նրանից, թե Աստված որտեղ է մեզ դնում կամ ինչ ներքին դատարկություն ենք զգում։ Դա նշանակում է հավատք առօրյա կյանքի յուրաքանչյուր իրավիճակում։ Եվ ինձ մենակ կթողնեք։ Արդյոք չենք շփոթվել և մենակ չենք թողել Տեր Հիսուսին, որովհետև չենք տեսել, թե ինչպես է նա հոգում մեր մասին իր նախախնամության մեջ։ Արդյոք տեսնում ենք Աստծուն, թե ինչպես է գործում մեր իրավիճակներում։ Աստված իր գերիշխանության մեջ թույլ է տալիս, որ խավարի ժամանակներ գան մեզ վրա։ Արդյոք մենք պատրաստ ենք թույլ տալ, որ Աստված վարվի մեզ հետ այնպես, ինչպես կամենա։ Պատրաստ ենք արդյոք այն ժամանակներին, երբ մենք կմնանք առանց Աստծո արտաքին տեսանելի օրհնության։ Մինչև Տեր Հիսուս Քրիստոսը չդառնա մեր իրական Տերը, մենք շարունակ կծառայենք մեր նպատակներին։ Մեր հավատքն իրական է, բայց ոչ հարատևող։ Աստված երբեք չի շտապում։ Եթե մենք պատրաստ լինենք սպասել, Աստված ցույց կտա մեզ, որ մեր ակնկալիքներն իրենից իր օրհնություններն էին, այլ ոչ թե հենց ինքն Աստված։ Նա մեզ ցույց կտա, որ մեր համար ավելի կարևոր էր օրհնված լինելու զգացողությունը։ Քաջացեք, ես հաղթել եմ աշխարհին։ Հովհաննես 16:33 խոսք։ Մենք հավատքի այնպիսի ամրության կարիք ունենք, որը երբեք չի հանձնվի։